Բարև ձեզ։ Միգուցե վաղ է ֆիքսել, որն է իրական՝ Վենեսուելայի ժողովրդի ցնծությունը, թե որոշ երկրների քաղաքական ողբը Մադուրոյին կորցնելու պատճառով։ Դատելով այդ երկրի ներսում արթնացած հանրային հրաբխից, վենեսուելացին որոշել է չտրվել իր շահերը պաշտպանող արտաքին դեմագոգիային, երևի հասկացել է միջազգային այդ նվնվոցը իր վիճակի հետ կապ չունի, ինչպես կապ չունեին այն խրոխտ դատապարտումները, որոնք պաշտպանում էին արցախցու իր տանն ապրելու պատմական իրավունքը։ Այնպես որ միջազգային իրավունքի դեմ Թրամփի ասպատակությունը հեռու մի փնտրեք։ Փնտրեք Մադուրոյի բռնապետության որջում։ Բա կարծում եք ինչի համար են տխրել Բաքվում վենեսուելական շրջադարձից, որը հիշեցրել է նաև Մադուրոյի այցը Ադրբեջան հակաամերիկյան բաց կոնցեպտով, երբ Վաշինգտոնը Մինսկի խմբում փնտրում էր Արցախը պահելու բանալին։ Ճակատագրի հեգնանքը նաև այդպես է լինում։ Հիմա եւ Մադուրոն եւ Ալիևը Վաշինգտոնի միևնույն փաթեթում են, առաջինին չեզոքացնելու, երկրորդին խրախուսելու սցենարով։ Մադուրոն քաղաքական շոուի ամենաբարձր ակորդով հավանաբար կդատապարտվի։ Ալիևը նույն ակորդով հավակնում է ամերիկյան դափնու Թրեփին հավատարմության համար։ Այնպես որ չզարմանաք, երբ մեզանից հազարավոր մղոններ հեռու վենեսուելական օպերացիան բարձրացնի նաև Թրեփի գինը հայկական տարածքում, որին Բաքվում Զանգեզուրի միջանց կոչելիս հարկ կլինի հիշել Մադուրոյին Նյու Յորքի դատարանում արդեն ձեռնաշխտաներով։ Հաջողություն։